Հակաամերիկյան ցույցերի ալիքը Մերձավոր Արևելքում շարունակում է տարածվել։ Հարյուրավոր ցուցարարներ Եմենի մայրաքաղաքում այրել են ամերիկյան դրոշը և ներխուժել են ամերիկյան դեսպանատան բակը։ Ըստ Օբամայի վարչակազմի որոշ աղբյուրների, բռնությունների դրդապատճառը մահմեդականների դեմ ուղղված և Մուհամմեդ Մարգարեին կնամոլ ներկայացնող YouTube-ում ցուցադրվող 13 րոպե տևողությամբ տեսահոլովակն է։ Կահիրեում ամերիկյան դեսպանատան շենքի մոտ ցուցարարները դարձյալ բախվել են անվտանգության ուժերի հետ, իսկ Լիբիայի Բենգազի քաղաքում տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել են 4 ամերիկացիներ, ներառյալ Լիբիայում Միացյալ Նահանգների դեսպան Քրիս Ստիվենզը։ Նախագահ Օբաման Եգիպտոսի և Լիբիայի նախագահներին կոչ է արել համագործակցել դիվանագետների անվտանգությունը ապահովելու համար։ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի զեկույցի համաձայն 5 տարեկանը լրացնելուց առաջ մահացող երեխաների թիվը կտրուկ նվազել է վերջին տասնամյակում շնորհիվ առողջապահության, կրթության, զարգացման ծրագրերի և տնտեսական առաջընթացի։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի առողջապահության ծրագրի ղեկավար Իան Փեթը երեխաների մահացության նվազումը վերագրում է հաջող ծրագրերին և առողջապահական ծառայությունների բարելավմանը։ Զեկույցը սակայն նշում է, որ դեռ շատ անելիքներ կան աշխարհում մինչև 2015 թվականը երեխաների մահացության տոկոսը հավելյալ 43%-ով նվազեցնելու համար։ Մահացությունների գլխավոր պատճառ հանդիսացող հիվանդություններն են թոքերի բորբոքումը, լուծը և մալարիան։ Վաշինգտոնի ազգային տաճարում հինգշաբթի օրը տեղի ունեցել անցյալ ամիս վախճանված ամերիկացի տիեզերագնաց Նիլ Արմստրոնգին նվիրված հոգեհանգստի արարողություն։ Լուսնի վրա ոտք դրած առաջին մարդը դառնալուց հետո Արմստրոնգը հաստատվել էր Օհայո նահանգում, ուր դասավանդել էր համալսարանում և ընտանիք էր կազմել։ Նիլ Արմստրոնգը մի առիթով ասել է, թե իր ամենամեծ հիասթափությունն է եղել այն, որ լուսնի վրա ոտք դնելուց հետո իր կյանքում երբեք այդ մասին այլևս չի երազել։ McDonald ռեստորանային խոշորագույն ցանցը հայտարարել է, թե ծրագրում է իր ճաշացուցակներում հրապարակել մատուցվող կերակրատեսակների պարունակած կալորիաների հաշվարկը։ Սննդամթերքի մասնագետների համաձայն կալորիայի մասին տեղեկությունների հրապարակումը կբարձրացնի սննդառության վերաբերյալ մարդկանց իրազեկությունը։ Ավելի նվազ կալորիա պարունակող սննդի ընտրությամբ սպառողները կարող են ավելի լավ վերահսկել իրենց առողջությունը, ասել է McDonald ռեստորանային ցանցի մարքեթինգի ղեկավարը։